Ողջունում եմ ներկաներին։ Երևի բոլորդ էլ կհամաձայնեք, որ շատ ենք խոսում արդիականացման, զարգացման եւ ժամանակակից լինելու մասին։ Եվ սա անկասկած ճիշտ է։ Սակայն միաժամանակ մի կարևոր բան է մնացել ստվերում։ Մենք չենք կարող եւ չպետք է դառնանք ուրիշ ինչ-որ մեկը։ Մենք կարող ենք լինել միայն ինքներս մեր լավագույն տարբերակը։ Իսկ դա անհնար է առանց ազգային կերպարի եւ ազգային արժեքների պահպանման։ Այսօր սակայն ազգայինը հետևողականորեն քայքայվում է։ Պատմությունը, մշակույթը, հերոսների կերպարները, օրենքները, բարոյականությունը, արդարությունը, մեր ինքնությունը վտանգված է։ Այն ոչ թե պատահականորեն, այլ ծրագրավորված եւ դիտավորյալ կերպով է ոչնչացվում։ Փոքրիկ խմբակ նատելության խոսք եւ արհամարանք է տարածում սեփական ազգի նկատմամբ։ Հասարակությունը թունավորված է եւ սա բարձրագոչ ձևակերպում չէ։ Մենք բոլորս դա զգում ենք մեր մաշկի վրա։ Համատարած վնաս է հասցվում մեր արժեքներին, ավանդույթներին եւ եկեղեցուն, եւ սա բնավ պատահական չէ։ Պառակտված պետությունը թուլացած պետություն է, որը չի կարող դիմակայել արտաքին ու ներքին սպառնալիքներին։ Մեզ ուժ տվող հենասյուները քայլ առ քայլ փշրվում են մեր աչքի առաջ։ Հայոց լեզուն դանդաղ, բայց համառորեն դուրս է մղվում եւ խեղվում։ Պաշտոնյաները հայերենը հաճախ վերածում են գռեհիկ խոսքի եւ ամենացավալին այն է, որ հասկանում ես, սա նույնպես պատահական չէ։ Պատահական չէ նաեւ պատմության սրբագրումն ու խմբագրումը։ Մեր հերոսները հռչակվում են վիճելի դեմքեր։ Մեր հաղթանակները ներկայացվում են որպես հարցական կամ պարտություն, իսկ մեր ողբերգությունները ընդհանրապես հերկվում են, ասես երբեք չեն էլ եղել։ Սա քննարկման թեմա չէ, սա պետք է լինի տաբու։ Հայ առաքելական եկեղեցին վերջին տարիներին ենթարկվել է ամենախիստ հարվածների, բաց եւ անթաքույց կերպով սկսեցին վիրավորել, ծաղրել, նվաստացնել, անտեսել ամենայն հայոց կաթողիկոսին, եկեղեցական գործիչներին հանրային դաշտում դարձնել ծաղրի առարկա, միջամտել եւ խմբագրել պատարակը։ Քայլ առ քայլ փորձ արվեց թուլացնել այն ինստիտուտը, որը հազարամյակներ շարունակ պահել եւ պահպանել է մեզ որպես ազգ։ Ինչու է այս ամենն արվում։ Պատասխանը պարզ է։ Երբ ազգը կորցնում է իր արժեքները, այն դառնում է կառավարելի։ Երբ մարդը չունի լեզվական ինքնություն, նա կորցնում է մտածողության ինքնատիպությունը։ Երբ չունի հոգևոր հենարան, նա դառնում է թույլ, անդեմ եւ կորցված։ Երբ ընտանիքը թուլանում է, մարդը դառնում է մենակ եւ անպաշտպան։ Երբ պատմությունը մոռացվում է, ազգը կորցնում է իր ուղղությունը։ Եվ ահա այսպես քայլ առ քայլ կառուցվում է մի համակարգ, որտեղ մարդիկ ապրում են, բայց չեն պատկանում իրենց հողին, իրենց նախնիներին։ Նրանք չունեն արմատներ, ինքնություն եւ արժեքներ։ Պարզապես անհատներ են, որոնց հեշտ է կառավարել եւ շահարկել։ Եվ այստեղ ուզում եմ շատ հստակ ասել. ազգային արժեքների պաշտպանությունը չի նշանակում փակվել աշխարհից, չի նշանակում մերժել նորարարությունը, չի նշանակում կասեցնել զարգացումը կամ նայել միայն անցյալին։ Դա նշանակում է առաջ գնալ, հստակ իմանալով, թե ով ենք մենք։ Եթե ուզում ենք ուժեղ Հայաստան, պետք է հիշենք մի պարզ բանաձև։ Հիշեք անցյալը, ապրեք ներկայով եւ հավատացեք ապագային։ Այս երեքը միասին են մեր ուժը, եւ մեր ինքնության պահպանումն ու ամրապնդումը հենց դրանց միասնության հիմնաքարն է։ Մենք պետք է կրկին դառնանք մի մեծ ընտանիք,
ընտանիք, որտեղ յուրաքանչյուրը իսկական սիրո եւ համերաշխության մթնոլորտում զբաղվում է իր գործով եւ կառուցում իր հայրենիքը։ Իսկ նման ընտանիք կառուցելու համար մեզ պետք է ուժեղ, արժանապատիվ, բարոյական, ազգասեր եւ հոգատար ընտանիքի հայր։ Մեր Հայաստանին պետք է Սամվել Կարապետյանը։ Նրա հետ միասին մենք կարող ենք դառնալ մեր լավագույն տարբերակը։